Բարև հարգելի հեռուստադիտողներ, եթերում կարևորի մասին այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր զրույցը սկսենք երեկ Երևանում տեղի ունեցած համազգային հանրահավաքից, այսպիսի անվանում ստացավ Նոր Հայաստան հանրային ճակատի քաղաքորդի անդամների կողմից հանրահավաքը եւ հանրահավաքի հիմնական նպատակ որպես քաղաքորդի անդամները իրենց ելույթում նշում են իշխանափոխությունը, սահմանադրական փոփոխությունների կասեցումը մինչև հանրաքվե։ Ինչքանով իրատեսական եք համարում նման գործընթացը այս փուլում հաջողության հասնելու հավանականությունը ինչպես կգնահատեք։ Երբ որ հետևում ենք իրենց ուրեմն մեկնաբանություններին, ապա պարզ է դառնում, որ ամբողջ գործընթացի ծանրության նժարը թողնված է ժողովրդի մասնակցությանը։ Այսինքն որպես տվյալ քաղաքական գործընթացի հանգուցալուծում սուբյեկտ հանդես է գալիս ըստ ներկայացված մեկնաբանությունների տվյալ գործիչների կողմից ժողովուրդը եւ այստեղ արդեն խոսք չի կարող լինել թե տվյալ քաղաքական գործիչները, քաղաքական միավորները ինչպիսի կոնկրետ վարք են ցուցաբերելու, եթե ժողովրդի մասնակցությունը ըստ իրենց պատկերացրածի այն չի բավարարում որոշակի ինչ-որ պարամետրերի, այդ պարամետրերը հավանաբար իրենք են որոշում։ Եվ այս տեսանկյունից արդեն մենք կարող ենք խոսել այն ուրեմն ժողովրդի մասնակցության մասին, այսինքն եթե թողնված է որպես սուբյեկտ ժողովրդի մասնակցությունը բավարար չի եւ որ պարամետրերից ելնելով կարելի է համարել, որ ժողովրդի մասնակցությունային աշյանի է, որ իրենք գտնում են, որ կարող են այլ քայլերի գնալ, թե ինչ այլ քայլերի դա ներկայացրել են որպես քաղաքացիական անհնազանդության քայլեր, 3 խոսքեր գնում վրաներ տեղադրելու եւ ասենք շուրջօրյա նստածույց իրականացնելու մասին, որպես առաջի էտապի քայլեր։ Ամեն դեպքում 3 մենք տեսանք, որ չեղան դրանք, այսինքն վրաների տեղադրում եւ նստածույցի շուրջօրյա նստածույցի որպես ազատության հրապարակը որպես կոնսոլիդացնող իր վրա բևեռող այդպես մի ուրեմն տարածքի ձևավորում դա չեղավ, կարելի է գնահատել, որ ուրեմն սպասվածից քիչ մարդ է եղել, որպեսզի իրենք գնահատեին, որ ժողովրդի մասնակցությունը այնքան է, որ կարող են տվյալ քայլերը իրականացնել։ Այսինքն այս պահին կարելի է խոսել ուրեմն այն քաղաքական գծի մասին տվյալ միավորների կողմից, որոնք ուղղված են ժողովրդի մասնակցության, այսինքն սուբյեկտը իրենք չեն, ժողովուրդն է։ Անգամ ընդդիմության ներսում այսօր կան ներկայացուցիչներ, որոնք պնդում են, որ քաղաքացիների հիասթափության մակարդակը բավական բարձր է եւ պետք է պատրաստվել հերթական ընտրություններին, ոչ թե արտահերթ ընտրությունների խնդիր բարձրաձայնել, այս պարագայում ինչքանով էր ինչ հույսեր, ինչ երաշխիքներ կան, որ կոնկրետ այս գործընթացը իշխանափոխության սկսվելու կարող է հաջողվել ի տարբերություն նախորդների։ Ըստ էության տվյալ քաղաքական միավորները հույսեր ունեն։ Երաշխիքներ չկան որևէ, որովհետև նախկին բոլոր գործընթացները, նախորդ տարիների բոլոր գործընթացները ցույց են տվել, որ ժողովրդական մասնակցությունը, հանրային մասնակցությունը կամաց միշտ նվազել է եւ այսօր հանրահավաքի միջոցով մոբիլիզացնել ինչ-որ հանրային լայն շրջանակներ հնարավոր չի եւ այդ տեսանկյունից երաշխիքներ չկան ընդհանրապես։ Բայց տվյալ քաղաքական միավորների ուրեմն հույսերն են, որ իրենք կկարողանան, քանի որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշակի գործընթաց կա, որը իսկապես ժողովրդին բարկացնում է, այդ ուրեմն քաղաքական ֆոնի վրա ուրեմն որոշակի համախմբում տեղի ունենա, բայց նորից եմ կրկնում, դա շատ սուբյեկտիվ ուրեմն մեկնաբանման է ենթարկվում, թե այդ որոնք են պարամետրերը, որոնք իրենց թույլ կտան գնահատել, որ բավարար քանակ կա ժողովրդի եւ կարող են անցնել ինչ-որ այլ քայլերի։ Ըստ էության, ինչպես երեք եղավ, միգուցե այսօր, վաղը եւ մյուս օրը կամ ընդհանրապես հեսա առաջիկա օրերին իրենք գտնեն, որ չի եղել այդպիսի պիկ,
եւ ստիպված ասվի, մեկնաբանվի, որ քանի որ ժողովուրդը այնպիսի մասնակցություն չցուցաբերեց, որ մենք կարողանայինք մեր ծրագրած անենք, իսկ նման իրավիճակում արկածախնդրություն կլիներ այլ քայլերի դիմել, եւ մենք կամ դա ենք տեսնելու, այսինքն հետ քայլ, կամ փորձելու են ամենապիկ եղած օրերի մեջ, որ օրը մասնակցությունը ամենաշատը եղավ, այդ օրը փորձեն ուրեմն վրան տեղադրել եւ քաղաքացիական անznավորության այլ միջոցների դիմել, միգուցե ճանապարհներ փակել եւ այլն։ Իրենք են գնահատում։ Իրենք ինչպես կգնահատեն, դա արդեն սուբյեկտիվ մոտեցման խնդիր է։ Այսինքն տվյալ շտաբը, որ ղեկավարում է պարոն Սեֆիլյանը, իրենք որոշելու են, թե ըստ իրենց գնահատվում է դա արդեն այնպիսի մասնակցություն, որը իրենց հնարավորություն է տալիս քայլերի դիմել, թե ոչ։ Դա արդեն այդ դեպքում մենք արդեն գործ ունենք սուբյեկտիվ ընկալման հետ։ Ըստ ձեզ քաղաքացիներին ավելի հեշտ է մոբիլիզացնել հրապարակում, այն պայքարի ձևաչափով, որն այսօր առաջարկում է Նոր Հայաստանը, թե ընդդիմության ոչի այն թեպի առաջարկված տարբերակով, որը հորդորում է քաղաքացիներին գնալ եւ ոչ քվեարկել։ Գիտեք, տարիների ընթացքում, երբ որ կուսակցությունները անընդհատ նման քայլերի են դիմել, նրանք իսկապես սպառել են ժողովրդի հավատը եւ ժողովուրդը իսկապես այս ճանապարհներին ժողովրդի մեծ մասը շատ ավելի լայն զանգվածները չեն հավատում այս ճանապարհով խնդրի լուծման, ինչ-որ խնդրի լուծմանը։ Եվ այդ տեսանկյունից, եթե մենք այսօր գնահատենք, թե Նոր Հայաստանը որքան էլ խոսք է տալիս, խոստումներ է տալիս, որ չի կրկնելու նախորդ փորձառությունները կամ նախորդ ուրեմն կուսակցությունների նախորդ ճանապարհը կարելի է հավատալ, որ իրենք չեն կրկնի, բայց իրենց ակնկալիքը, որ նախկինում հավաքվածի չափով ժողովուրդ կգա, դա երբեք չի լինելու։ Եվ այս տեսանկյունից երկու գումարելի մի տեղում չի լինի, մի կացայի մեջ այդ երկու գլուխ չի սեփի։ Պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ նախկինում բոլոր այս ճանապարհը անցած քաղաքական միավորները մսխել են այդ պաշարը, ժողովրդի նման մեծ զանգվածով ներկա գտնվելու, հանրային նման միջոցառման ներկա գտնվելու պաշարը նախկինում մսխվել է։ Եվ սրա հետ սա օբյեկտիվ արդեն հանգամանք է, այս օբյեկտիվ հանգամանքի հետ հաշվի չնստել չի կարելի։ Եթե իրենք գտնում են, որ իրենք ի վերջո կհամոզեն հանրությանը, դա արդեն կեղծիք է։ Ուրիշ բան, թե իրենց մեջ մտածեն ինչպես կարելի է ժողովրդի վստահությունը շահել։ Ժողովրդի վստահությունը շահելու համար, այլ դա արդեն ուրիշ խոսակցություն է, ինչպես կարելի է, կամ ես ինչպես եմ տեսնում այդ վստահության շահելու ճանապարհը, բայց այն, որ նախկինի չափ, որ կգա եւ իրենք այդ նախկինի չափով այն ինչ որ չի արել Լևոն Տեր-Պետրոսյանը կամ մնաց Ռաֆի Հովհաննիսյանը եւ այլնը, ունենալով այդքան մեծ տասնյակ հազարավոր մարդկանց աջակցություն նախկին 2008 թվականին, չգիտեմ, մնացած տարիներին, հա, եւ այն հույսը, որ այդքան ժողովուրդ եթե գա մենք տարբերվում ենք նրան իրենցից այն բանով, որ մենք կանենք ինչ-որ բան, խնդիրը օբյեկտիվորեն եթե գնահատենք, խնդիրը հենց այնտեղ է, որ երբեք չի հավաքվել այդ ժողովուրդը, այդ պաշարը կորսված է, պետք է գնահատել այս իրավիճակում, ռեալ այս իրավիճակում, գալիս է, ենթադրենք 3000 մարդ, 3000 քաղաքացու միջոցով դու որոշում ես ինչ անել, այս սրա մասին է պետք խոսալ, իսկ որ հույս դնել, թե 30,000 եւ 100,000 ինչ-որ մարդիկ հրապարակ կգան, իմ կարծիքով դա կեղծիք է արդեն։ Այս պարագայում, այս իրավիճակում իշխանություններին ինչը կստիպի այսօր կասեցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանրաքվեն։ Միակ ճանապարհը տեսնում եմ իսկապես ժողովրդի մասնակցությամբ տապալումը սահմանադրական փոփոխությունների գործընթացի։ Ժողովրդի այն ինչ որը հայտարարում է նաև այս Նոր Հայաստան շարժման կողմից կամ ընդհանրապես եթե ուրիշները հայտարարում են ոչի ճակատի եւ այլն, բայց մի բանը երբ որ հայտարարվում է եւ մի բանը իսկապես այդ գործընթացը լինում է եւ պատկերացնում ենք ինչպես է դա լինում։ Այսօր ամեն դեպքում քաղաքական վերլուծությամբ զբաղվող, ասենք, անձինք չեն տեսնում այն մոբիլիզացիան, որը կարող է տապալել այդ գործընթացը, առայժմ չկա դա։
Իշխանությունները ինչպիսի հնարավորություններ ունեն անցկացնելու այս անգամ այս սահմանադրական փոփոխությունները, որովհետև ամեն անգամ ընտրություններից առաջ ընդդիմությունը բարձրաձայնում է, որ իշխանություններն օգտագործում են վարչական լծակներ, գնում են կեղծիքների, այս ռեսուրսներն ունենալով հանդերձ այսօր իշխանությունը պետք է ունենա վստահությունը, որ ինքը սահմանադրական փոփոխությունները կկարողանա անցկացնել։ Իմ կարծիքով նա երբեք խնդիրներ չի ունեցել նախորդ տարիների այդ համապետական ընտրությունների հանրաքվեի հետ կապված ինչ գործընթացներ, որ եղել են, ըստ էության մեծ հաշվով խնդիրներ չի ունեցել։ Լոկալ խնդիրներ եղել են Գյումրիում, եղել է եւ այլն, ինչ որ տեղեր տոկոսները, այն տոկոսները, որ ենթադրվել է, որ ինքը կստանա, առանձին ուրեմն տեղերում եղել են, որ տապալվել են այդ գործընթացները, բայց մեծ հաշվով որևէ խնդիր չի ունեցել, այսինքն վարչական ռեսուրսի կիրառմամբ, կաշառքի կիրառմամբ, սպառնալիքի կիրառմամբ, համոզման կիրառմամբ եւ այլն, թաղային հեղինակությունների ներդրմամբ, ընտրական հանձնաժողովներում իրենց մարդկանց եւ այլն օգտագործմամբ, հազար մի ձևեր են կիրառվում, ամենտեղ ըստ էության յուրահատուկ է, միտեղ կարող է կաշառքն է, նայում են ինչպիսի բնակչությունը, ինչպիսի վերաբերմունք ունի տարածաշրջաններով, եթե գնահատենք, կամ ինչ որ տեղամասերով, միտեղ թաղային հեղինակություններն են, միտեղ դրամն է, միտեղ սպառնալիքն է եւ այլն, միտեղ աշխատանքային կոլեկտիվները շատ են, աշխատանքային կոլեկտիվներում արդեն այսօր իսկ ինչ որ բոլոր տեղերից լսվում են, որ անձնագրերի պատճեններ են հավաքվում եւ այլն, այսինքն այդ ձևերը շատ են եւ դրանք միշտ կիրառվել են եւ այսօր ընդդիմություն ասվածը չի կարողանում ցույց տալ այն ճանապարհը, թե այդ ամեն ինչի դեմ ինչպես է նա առնելու։ Զուտ խոստումներ ժողովուրդը չի, գիտի որ այդպես չի։ Փորձը շատ մեծ բան է, փորձից չես կարող փախչել, այդ նախկին փորձը, հանրության փորձը, վաղուց բերել է այն համոզման, որ այդ խոստումներին չի կարելի հավատալ։ Կոնկրետ այս հանրաքվեի ժամանակ իշխանության լծակները շարունակում են նույն ուժգնությամբ աշխատել, ինչ որ աշխատում էին նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, թե շահագրգռվածության պակաս կա նաև այն թաղային հեղինակությունների մոտ, որոնց մասին նաև խոսեցիք դուք։ Եթե մեռյալների քվեարկությամբ է, ասենք, նպատակը դրված հիմնական ուրեմն քվեների հիմնական զանգվածը իր կողմը քաշել, գործող վարչախումբը եթե դրանով է շահագրգռված, ապա թաղային հեղինակությունների ներդրման, այդ ինստիտուտի ներդրման պահանջարկը քչանում է։ Ուզում եմ ասել, իրենք պուլսի վրա են պահում մատը եւ շատ լավ գիտեն այս պայն իրենց ինչ է պետք, ինչ պետք չի։ Պետք չի գնահատել միայն այն փաստով, որ օրինակի համար այս անգամ կաշառքի մասին տվյալները քիչ են շրջանառվում, ենթադրենք այդ 5000 կամ 10000 կամ չգիտեմ ինչքան են վճարում, կամ թաղային հեղինակությունների հետ կապված գործերը քիչ են եւ այլն։ Պետք է օբյեկտիվորեն գնահատել, օբյեկտիվորեն այն առումով, որ նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ մեխանիզմ չի մշակել ընդդիմությունը բացահայտելու համար այդ կեղծելու ճանապարհները, խոսքը վերացական հայտարարությունների մասին չի, բոլորն էլ գիտեն ինչպես են կեղծվում, խոսքը գործուն մեխանիզմների միջոցով ջրի երես հանելու մասին է խոսքը։ Եվ այսօր ըստ էության այդ բոլորը ինչ որ գործիքակազմ եղել է, դրանք բոլորը կիրառվելու են։ Ընդդիմության հաջորդ բարձրաձայնումն այն է, որ տարածաշրջանային այս զարգացումների թուրք-ռուսական հարաբերությունների սրման, ահաբեկչական խնդիրների այս համատեքստում ուղղակի ներքաղաքական այսպիսի բախումների տանել եւ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել իշխանության կողմից ուղղակի արկածախնդրություն է։ Կոնկրետ տարածաշրջանային այս վերջին զարգացումները եւ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա եւ ինչ զարգացումների պետք է սպասեն Հայաստան ներսում պայմանավորված այս տարածաշրջանային փոփոխություններով։ Երկու տարբեր գործընթացներ են, պետք չի խառնել իրար։ Ուրիշ բան է, որ քաղաքական գործիչները երբեմն փորձում են կարճել այս կամ այն ուրեմն արգումենտից, փաստարկից եւ փորձել ժողովրդի մեջ ինչ-որ բաներ համոզել եւ այլն։ Աշխարհում իսկապես մեծ փոփոխություններ են տեղի ունենում, հատկապես մեր տարածաշրջանում, դա խոսակցության այնպիսի թեմա է, որ կարելի է խոսել,
Բայց երբ որ ընդդիմությունը կամ ընդդիմությունը առանձին գործիչներ ներկայացնում են թե մեծ արկածախնդրություն է եւ այլն, նախ պետք է հասկանալ ինչի համար դա ասվում։ Ասվում է, որպեսզի սևացվի, ժողովուրդը բոլորն էլ գիտեն, սևին եւս սևացնելու խնդիր չկա։ Եթե ժողովուրդը գիտի, որ պատը սև է, այսինքն գործող վարչախումբը որ սև է, բոլորն էլ գիտեն, որ հանցավոր օլիգարխիկ համակարգ է սա։ Այսինքն եւս մի անգամ համոզելու խնդիր չկա։ Ինչի համար է ասվում դա այդ ամենը։ Ինչ արկածախնդրության մասին։ Իրենք իրենց խնդիրներն են լուծում սահմանադրական փոփոխություններով։ Իրենք իրենց եւ իրենց պատվիրատուների խնդիրներն են լուծում։ Այսինքն սուբյեկտներ որպես հանդես է գալիս քրեա օլիգարխիան կրճատելով, փոքրացնելով, շատ փոքրացնելով հանրության իրավունքները եւ արտաքին առանձին սուբյեկտներ իրանց ինչ-ինչ խնդիրներ են ներդնելով սահմանադրության մեջ, ամեն մեկը իր ուրեմն խնդիրն է այդ սահմանադրությամբ, սահմանադրական փոփոխություններով կամ նոր սահմանադրությամբ իրականում փորձում լուծել։ Եվ արկածախնդրությունը ես այստեղ չեմ տեսնում, արկածախնդրությունը ո՞րն է գործող վարչախմբի համար, եթե իրենք իրենց խնդիրներն են լուծում, անում են այն, ինչ որ ուզում են անել եւ պետք է որ անեն ըստ իրենց։ Արկածախնդրություն Հայաստանի առումով, որովհետեւ վտանգավոր իրավիճակի մեջ է դնում Հայաստանը։ Նորություն չի, որ Հայաստանի, ասենք, հանրության, նախ Հայաստան ասածը ո՞րն է։ Հայաստանը հանրությունն է։ Այս ռեժիմը ինչ կապ ունի հանրության հետ, երբ են հաշվի նստել հանրության հետ, որ մենք նոր պետք է պարզենք, որ արկածախնդրությամբ է զբաղված։ Նա ինքը իր շահերով է զբաղված, ինչպես զբաղված է եղել նախորդ տասնամյակներում, այնպես էլ հիմա է իր գործերը որոշում, գտնում հովանավորներ արտաքին աշխարհում, այստեղ ցկյանս ուրեմն կառավարելու, իշխելու, ասենք, խնդիրը լուծելու համար։ Հիմա արկածախնդրությունը ո՞րն է, եթե նախկինում էլ է նույնը եղել։ Միշտ էլ այս գործընթացի մեջ ենք եղել, այնպես որ այդպիսի անուններ դնելը նորից սև պատը չես սևացնի նորից, բոլորն էլ տեսնում են, որ սև է պատը։ Այսքանով եզրափակենք մեր զրույցը, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ այսօրվա համար մենք նախատեսել ենք այսքանը, կհանդիպենք հաջորդիվ ցտեսություն։